Իմ ուղեղի թիլադրանքով հաղթանակը միայն ապահովում է այն կուսակցությունների քերեների հաշվին, որոնք կմիանան։ Ես համոզվել եմ։ Հաջորդ հարցս առանց քարոզ արշավի ինչ ազդեցություն է թողնելու, ես կասեմ միայն Ռուսաստանի հետ կապված, հայկական պետք չի նշել, Հայաստանի ժողովրդի իրավիճակը գալիք վտանգներից ինչպես պիտի ապահովագրվի։ Ուրեմն եթե մեզ հնարավորություն տրվեց անմիջապես սաղ կարգավորվելու է, ճանապարհները բացվելու է, ներդրումները արվելու է, մենք մեր զգալու ենք ազատ, հզոր, բոլոր իրավունքները օգտագործելով։ Սա ասենք թե ոչ թե միայն ես եմ ասում, դուք հետևում եք եւ ասենք թե այսօր Լուկաշենկոն ասում, Վլադիմիր Վլադիմիրն ասում, հայ ժողովուրդը մեր բարեկամներն են, մեր հարազատներն են, մենք չենք ուզում մեզնից հեռանան, գնանք մեր թշնամիների հետ, ասում է, եկեք խոսենք, ինչ եք ուզում, մենք պատրաստ ենք, բայց չի լինի, որ մենք թույլ տանք մեր թշնամիներին, դուք աջակցեք եւ օգնեք։ Հիմնական հարցը մենք ոչ մեկ է պետք է թշնամանանք, այդ ինչ որ եղել է, Ռուսաստանն էլ ունի բացթողումներ ժողովուրդ, ես չեմ ասում չունի, բայց պետք է կլոր սեղանի խոսանք, 1000 տարվա պատմություն կա, բացթողում կա, շտկենք, զարգացնենք, տեղը տեղին եւ ասենք թե մեջերս պիտի լինի, եւ մեր դաշնակիցը ուժեղ լինի, եւ հնարավորություն ներդրում լինի, ճանապարհներ բաց լինի, կարողանանք զարգացնել, ծաղկացնել։ Իսկ այդ անպայման այսօր ոչ մեկը չի կարա 51% հավաքի։ Անպայման պետք է համախմբվենք եւ այս ծրագրերը իրականացնենք, կյանքի կոչենք, ամենակարևորը իմացեք, ինչ որ ասեցի, ես դա ժողովրդի տեսածն եմ ասում, լսածն եմ ասում, որ առաջնային համաձայնվեն իմացածները, որ դա պետք է կյանքի կոչվի, հենց առանցքին պետք է դրվի, ուրեմն ոչ մի խնդիր չկա։